Շարունակվում է կենտրոնի առավոտը հեռուստադիտողներ ապրիլի 25-ին կմեկնարկի Career City Fest լավագույն գործատուների փառատոնը բրենդի ուժը արժեքներ թիմ արտադրանք խորագրի ներքո։ Միջազգային հեղինակավոր Event Exworks-ի կրկնակի ոսկե մեդալակիր փառատոնն անցկացվում է արդեն 4-րդ անգամ մեկ հարթակում համախմբելով տասնյակ գործատուների, բանախոսների, հազարավոր այցելուների։ Փառատոնի մասին խոսենք մեր հյուրի հետ։ Լավագույն գործատուների կարիերայի փառատոնի պրոդյուսեր Սերգեյ Ուսնուսն է մեր հյուրը, ողջույն։ Ողջույն։ Ոնց եք։ Շատ լավ։ Ասացիք միշտ նույն հարթակում, այսինքն մենք ասացինք միշտ նույն հարթակում է տեղի ունենում, ոնց հասկացա փառատոնը։ 4-րդ անգամ անցկացվելու, ոսկերիչների մեկ հասցեով։ Որքանով է առհասարակ հանրությանը տեղյակ է միջոցառումը։ Անցած միջոցառումներին 15000 մարդ է մասնակցել, մասնակիցների, այսպես կոչվել բազան է։ Ով ուզում է կարող է մասնակցել։ Այո, մուտքը բաց է, հենց այսօր էլ մուտքը բաց է, ցանկացած մարդ կարող է մասնակցի եւ բոլոր միջոցառումները փառատոնի ներքո հասանելի են բոլոր մասնակիցներին։ Ինչ են տանում նրանք, ովքեր մասնակից են այս փառատոնին։ Տարբեր հարթակներ ունենք, փառատոնը այնպես է ստեղծած, որ միանգամից 10-15 միջոցառում ունի հենց փառատոնի։ Հարգիտակ 6000 քառակուսի իր զաստրոյք են ու Ինչ միջոցառում, ինչ ձևաչափի։ Մաստեր կլասներ, պանելային քննարկումներ, բաթլներ, ելույթներ, տարբեր ձևի ակտիվացիաներ, ընկերություններն են բազմաթիվ ակտիվացիաներ պատրաստում, տարբեր մինի միջոցառումներ հենց փառատոնի ներքո, որովհետև ընկերությունները ունեն իրենց տաղավարներ կա, sense մոտավորապես ձեր տաղավարի չափ մի քիչ ավել փոքր եւ ընկերությունները շատ ակտիվ պատրաստվում են եւ ներկայացնում են իրենց եւ բազմաթիվ միջոցառումները հենց իրենք են անցկացնում։ Այսինքն բիզնեսին է վերաբերում, ինչպես սկսել, ինչպես անել, ինչպես կարիերա ձևավորել յուրաքանչյուր ոլորտում։ Ոլորտային սահմանափակումներ չկան, մենք ունենք ընկերություններ տարբեր ոլորտներից, արտադրությունից սկսած, բանկեր, տելեկոմ ընկերություններ, IT ընկերություններ, գաղափարը նրանում է, որ մի հարթակում թույլ տալ մարդիկ շփվեն ընկերությունների հետ, որովհետև տվյալ փառատոնում ընկերությունները ներկայանում են իրենց թիմերով եւ երբ որ դու գալիս ես օրինակ մի ընկերության տաղավար, դու կարաս դեղ իրենց HR ղեկավարի հետ ծանոթանաս, HR թիմերի հետ ծանոթանաս, քո ապագա ղեկավարի հետ էլ ծանոթանաս։ Այսինքն մարդիկ կարող են այդտեղ գալ եւ, չգիտեմ, աշխատանք գտնել։ Իրենց հնարավորությունները առաջարկել։ Մի կտորը հենց դա է, այն մարդիկ, ովքեր ուսանողներ, այն մարդիկ, ովքեր նոր են մտնում աշխատաշուկա, իրենք կարան գան ծանոթանան բացաստիկների հետ, մթնոլորտի հետ, այն բենեֆիտների հետ, որ ընկերությունները առաջարկում են եւ միանան, դիմեն, հենց տեղում դիմեն, բայց նաեւ կան տարբեր միջոցառումներ այն աշխատակիցների համար, որոնք փորձ ունեն 3 տարի, 5 տարի եւ միջոցառումներն էլ այդպես ստեղծած, որպեսզի սկսնակների համար այն ովքեր իրենց կարիերայի այսպես մեջտեղում են գտնում եւ փորձառու մասնագետների համար, որովհետեւ օրինակ այսօր ունենք միջազգային խոսնակ բրիտանացի գործատուի բրենդի ամենահեղինակավոր էքսպերտներից մեկը աշխարհից, որը կխոսա բնականաբար պրոֆեսիոնալ հանրության համար այն մարդիկ, ովքեր բավականին զարգացած են ոլորտում։ Բանախոսները ովքեր են լինելու, բացի ձեր նշած մարդը, կան հաջողակ բիզնեսմեններ կամ, չգիտեմ, հաջողակ, չգիտեմ, խելացի մարդիկ, ովքեր որ կիսվելու են իրենց աշխատանքային փորձով կամ իրենց կյանքի փորձով։ Բանախոսներն են հենց այդպես ընտրված, թեմաներն են այդպես ընտրված, կան թեմաներ, բնականաբար ամեն մեկը իր ոլորտում հայտնի, ես չեմ կարող բնականաբար 50 հոգու հիմա թվարկեմ, բայց մարդիկ խոսում են երիտասարդների համար, ուսանողների համար, ունենք քննարկումներ, որոնք հենց ծնողների համար են, չէ՞ որ այսօր աշխատաշուկան կտրուկ փոխում է եւ շատ ծնողներ հետ են մնում, իրենք չեն կարող օգնել իրենց երեխաներին, որովհետեւ իրենք չեն հասկանում ինչպես է աշխատաշուկան այսօր ամեն ինչ փոխվել է այն ժամանակներից, երբ որ իրանք էին նոր սկսնակ մտնում եւ կան միջոցառումներ, որոնք օգնում են ծնողներին հասկանալ ինչպես ուղղորդել իրենց երեխաներին եւ կան բնականաբար բազմաթիվ քննարկումներ, մաստեր կլասեր, որոնք հենց
աշխատակիցների համար են, որովհետև շատերը գալիս են կողմնորոշեն, կան գործ են փոխում, աշխատանք են փոխում, ընկերություն են փոխում, եւ նաեւ կան մարդիկ, ովքեր գալիս են ոլորտն են փոխում։ Ստացվում է իրականում նրանք, ովքեր եթե անգամ կգտնեն աշխատանք, բայց այնտեղի ներկայացուցիչների համար էլ է հեշտ գտնել լավ կադրեր, որպես աշխատուժ։ Երկկողմանի աշխատում, բնականաբար, եթե մեկը փնտրում է աշխատանք, մյուսն էլ փնտրում է աշխատող, եւ ընկերությունների համար սա հիանալի հարթակ է առերես շփվել եւ հասկանալ այն առաջարկները, օրինակ, որոնք իրանք անում են, դա հասկանալի է, հասանելի է, հետաքրքիր է արդյոք այսօրվա աշխատանք փնտրողների համար։ Որքանով են ուսանողները տեղյակ այս միջոցառման մասին, ոնց է գովազդվում, ոնց է հանրայնացվում, որ ուսանողները կամ այն մարդիկ, ովքեր արդեն ավարտել են համալսարանի ինստիտուտը, իրենք կարողանան աշխատանք փնտրողների մասին է խոսքը, իրենք կարողանան մասնակից լինել։ Փառատոնի ինֆորմացիոն արշավում 1 տարի է տևում, բնականաբար եթե նայենք ինչպես է արվում է բոլոր հարթակներում եւ օրինակ 7-8 բու հենց մասնակցում են իրենք իրենց տաղավարներով բուերն են միանում այս բազմաթիվ երիտասարդական միավորումներ, այսպես կոչված, կամ խմբեր, կամ սոցցանցերում եւ այլ, իրանք էլ են մասնակցում, ունեն իրենց տաղավարները, բնականաբար իրանք էլ են տարածում, բայց ամեն այս տարվա յուրահատկությունն է, որ հենց միացած ընկերություններն են իրանց ամբողջ ներուժը դրել իրենց սոցցանցերով եւ տարածում են եւ իրանք էլ են ներգրավում մարդկանց փառատոնին։ Այս փառատոնն Eventex-ը որցում կրկնակի ոսկե մեդալակիր։ Հա, հենց Careers-ը այս փառատոնն, այո։ Ինչ է պետք անել, որ դառնալ ոսկե մեդալակիր։ Եթե փառատոնային ոլորտից, ես կարող ասեմ, ոնց է մեր ձևակերպումը եղել, բնականաբար, երբ որ դու մասնակցում ես մի մրցանակաբաշխության, որտեղ քո հետ մրցում են այնպիսի միջոցառումներ, որոնք օրինակ համաշխարհային ֆուտբոլի չեմպիոնատի բացման արարողություն կամ համաշխարհային Lexus-ի պաշտոնական բացում կամ պրեմիերա, հա, այստեղ բնականաբար հասկանալի է, որ Հայաստանում մենք չունենք այդ նույն բյուջեները եւ այդ մասշտաբը, այն ինչ օրինակ ֆուտբոլի չեմպիոնատն է, հա, այստեղ կարեւոր է Eventex-ը գնահատում է երբ որ կա յուրահատկություն, կրեատիվ եւ ոչ մի բան, որը չի կրկնվում։ Մեր փառատոնը ունի որոշ հատկություններ, որոնք ոչ միտեղ աշխարհում չեն կրկնվում։ Դա մեր օրինակ EVP շոուն է, գործատուի առաջարկը արվում է ոչ թե օրինակ sense face to face, հա, արվում է գրեթե համերգային բեմից եւ օգտագործում է լույսաձայնային բոլոր համակարգերը եւ շոու պաստանովկայով եւ գործատուները ներկայացնում են իրենց որպես լավագույն գործատու եւ իրենց առաջարկը դալիճին անում են հենց այդ շոուի տեսքով, որը առաջին անգամ արվել եւ մենք իսկ երրորդ անգամ ենք անում դա։ Այսինքն ստանդարտները գնահատելու ինչպես կարող է լինել հաղթող մոտավորապես թե ոնց է դու կազմակերպում այդ միջոցառումը, ինչ որակի։ Կազմակերպչական որակը իր մարքեթինգային արշավի որակի, իր կրեատիվ իր մեջի կոնտենտը, բովանդակությունը ինչպես է։ Գովազդը դուք եք որոշում ինչպիսի գովազդ ունենա տվյալ ապրանքանիշը, ինչ լոզունգ ունենա, դա էլ է ձեր պատասխանատվությունը։ Խոսքը գնում է մեր փառատոնին, այո, բայց բոլոր ընկերությունները գալիս են իրենց կարգախոսներով, իրենց արժեքներով, այս տարվա խորագիրը օրինակ արժեքներ, բրենդ եւ թիմ։ Ընկերությունները գալիս են ցույց են տալի ոչ թե միայն իրենց բրենդը, ոնց որ օրինակ կոմերցիոն, հա, փառատոններում, այլ նաեւ իրենց թիմը, իրենց արժեքները, որովհետեւ այսօր մրցակցությունը աշխատակիցների համար գնում է մի քիչ այլ դաշտում։ Մենք անցած տարի կազմակերպեցինք մի հետաքրքիր քվեարկություն, որը արել ենք մոտավորապես ես ձեզ պատմեմ, որ հասկանաք այսպես 6 մետրանոց վիզուալ պատ ենք ստեղծել, բավականին բարձր է, այս պավիլյոնի բարձրության չափի է, որի մեջ տեղադրված էին մեծ կոնտեյներներ, որ ցույց են տալի ամեն մեկը մի երևույթ էր, օրինակ աշխատավարձն է, որն է առաջնայինը, երբ որ դուք ընտրում եք գործատու։ Եվ բնականաբար աշխատավարձը կար մթնոլորտը,
թիմային այն բենեֆիտները ինչը տալիս է ընկերությունը, այն զարգացման հնարավորությունները ինչ տալիս է ընկերությունը եւ պատկերացրեք ամեն մարդ, որ երբ որ մտնում էր փառատոն, գրանցում անցնելուց հետո ստանում էր գնդակ եւ աստիճաններով բարձրանում էր ու այդ գնդակը նետում էր ու նայած որ արժեքն է իր համար առաջնային եւ հետաքրիր էր երբ որ հազարավոր մարդիկ նետում էին ու այդ արկղները սկսում էին լցնել այդ 6 մետրանոց պատը սկսում էր գույնավորվել բայց մի հատ էլ հանգամանք կար մենք տարբեր սերնդների տալիս ենք տարբեր գույնի գնդակներ եւ երբ որ գնդակները սկսում էին լցնել դու տեսնում ես որ սերնդի համար ինչն է ավելի կարևոր ու ինչքան հետաքրիր էր երբ որ ամենաարագը սկսում էր լցվել հենց այդ զարգացման արկղը մթնոլորտի արկղը որովհետեւ մարդկանց համար այսօր ընկերությունները մրցակցում են աշխատաշուկայում կա պակաս հմուտ աշխատակիցների բնականաբար բոլորը տալիս են աշխատավարձները բարձրանում են այն ոլորտներում որտեղ պակասը կա բայց բացի աշխատավարձից փորձը ցույց տվեց եւ բոլոր հետազոտությունները եւ համաշխարհային էլ որ մարդկանց նաեւ հետաքրիր է ինչպես են իրենք զարգանալու որովհետեւ նույն արհեստական բանականությունը ահագին փոխում են եւ մարդիկ այսպես կոչված ստրեսի մեջ են իրենք ուզում են հասկանալ արդյոք երբ որ իրենք իրենց գործունեության մեջ ինչ որ խնդիրներ ունեն ընկերությունը իրենց չի հանելու օրինակ այլ աշխատակից վերցնել այլ օրինակ ներդրում անելու իր զարգացման մեջ թույլատալու ինքը այդ գեփը փակի հա այդ տարբերությունը բայց շատ դեպքերում ես գիտեմ որ մարդը հենց ինքը չի ուզում այդ զարգացումը ունենալ իրեն կոմֆորտ է կարևորը դուրս չգա աշխատանքից կարող 15 տարի նույն բանն անել բայց փորձը տալի որ դու այլևս չես կարա եթե ընկերությունը դինամիկ զարգանում է դու չես կարա այդպես պրոստը քո տեղը պահես ուրիշները կգան այդ տեղը կզբաղեցնեն դες շատ կարևոր է ընկերությունը զարգանում է թե չէ այո եթե ընկերությունը չի զարգանում այս խոսակցությունը դառնում է անիմաստ շարժիչ ուժը դառնում է բայց ընկերությունը կարող է առանց աշխատողի առաջ խաղացման զարգանալ թե մեկը մեկի հետ կապ ունի հիմա նայեք եթե աշխատողը ենթադրենք 10 տարի նույն բանն անում է իրեն այդ լավ է դե հարց ընկերության հետ լավ է հա հիմա ընկերությունը բարձա որ լավ չի բայց համարենք որ ընկերությունը ունի շատ այդ տեսակ աշխատողներ ինքը ոնց է առաջ գնում ինչի հաշվին առաջ գնում այդ գալիս է իր հետ փոխկապակցված այդ ընկերությունը օրինակ նոր մտնում է նոր ինչ որ շուկա եւ նոր տեխնոլոգիաներ է սկսում կիրառել կամ պատրաստվում է սկսի կիրառել ինքը սկսում է աշխատակիցներ համապատասխան չէ ներգրավել շուկայից եւ այստեղ հարց կա ինքը ում հաշվին է դառնում այն հներին պահում անորերի ներգրավում է թե փոխանակում ավտեղի ունի որն է ճիշտ այստեղ ճիշտ ու սխալ չկա այստեղ ամեն մարդ պետք է իր պոզիցիայից նայեք ընկերության տեսակետից ընկերությունը պետք է զարգանա ինքը ունի մրցակիցներ եթե մրցակիցները դա անում են ընկերությունը չի կարող դուրս մնա մրցակցությունից իսկ մեր կողմից մենք որպես աշխատակից հա մենք նույն process-ն էլ մեր հետ անում նույն մրցակցությունը մեր հետ է եթե ես գալիս եմ այդտեղ աշխատելու ես կարամ աշխատանք չստանամ բ ստանամ բայց հետո ինչ որ մեկը ավելի հետաքրիր լինի եւ ավելի արդյունավետ լինի ընկերությունում ես այդ աշխատանքը կորցնեմ դրա համար ես էլ պետք է այն վրա աշխատեմ եւ հենց փառատոնը հիանալի հարթակ է գալ միանգամից տեսնել տասնյակ ընկերություններ միանգամից օրինակ դիմել կամ քննարկել կամ հետաքրվել տասնյակ ընկերությունում մի հարկի տակ չէ որ գնալ ամեն ընկերություն գոնե մեկ անգամ հարցազրույցի հետի կարող մի տարի գնաց 10-15 ընկերություն, իսկ այստեղ տասնյակ ընկերություններ եւ նույնն էլ փորձագետները։ Դու կարաս իհարկե բոլոր փորձագետները ինչ որ բաներ կազմակերպում են, ինչ որ միջոցառումներ եւ կարաս դու հերթով բոլորինը գնաս, լսես, բոլորի հետ ծանոթանաս, իսկ դու կարաս գաս 2 օրվա ընթացքում բոլորի հետ ծանոթանաս, բոլորի ելույթները լսես, բոլոր քննարկումների մասնակցես, նաեւ բաթլներ են կազմակերպում, օրինակ ինչքան է հետաքրքիր, երբ որ մի հարթակից 2 բանախոս նույն թեմայի շուրջ դիամետրալ տարբեր կարծիքներ են ներկայացնում հենց բեմից ու դու հնարավորություն ունես լսես, դու կարաս մեկի հետ համաձայնվես, կարաս մյուսի հետ համաձայնես, բայց դու կարաս քո սեփական դատողություն ունենաս, օրինակ ոչ մեկի հետ չհամաձայնես, բայց հասկանաս 2 կողմերը, պատկերացում կազմես 2 տարբեր էլեմենտների
մասին։ Շատ հետաքրքիր է այդ ամեն ինչը անցնում եւ ես իրոք հրավիրում եմ բոլորին, մուտքը ազատ է, հասնեն ոսկերիչների 1, մտնեն Career City Fest, ինչքան էլ այսօր անձրև է, գան, որովհետև ներսում շատ թեժ է լինելու, որովհետև ես գիշերը գրեթե չեմ քնել, դեղից եմ գալիս ու տեսնում եմ ինչպես են այս տարի պատրաստվել ընկերությունները լրիվ այլ ձևով։ Եկեք խոսենք արդյունքներից, տարբեր ոլորտներում արդյունքներից, ինչ արդյունքներ են տալի նմանատիպ փառատոները։ Արդյունքների մասին մենք տեղյակ ենք, օրինակ, չգիտեմ, քանի համագործակցություն սկսվեց միասին, քանի ուսանող անցավ աշխատանքի կամ, չգիտեմ, բրենդերը, ընկերությունները իրար հետ համագործակցեցին կամ չհամագործակցեցին, արդյունքների մասին մենք տեղեկություն ունենք։ Նայեք, նմանատիպ փառատոներում կա մի արդյունք չափելու միավոր, հա, երբ որ այն ընկերությունները, որոնք մասնակցել են ունենք առաջի, երկրորդ, երրորդ եւ գալիս են 4-րդ փառատոնին, եթե չլինի արդյունք, ընկերությունները այդ ներդրումը չանեն, չէ՞ որ իրանք ներդրում, եթե մասնակիցների համար ամեն ինչ անվճար է, բոլոր ելույթները, ընկերությունների համար դա անվճար չէ, բնականաբար ընկերությունները ներդրում են, բայց եկեք ասեմ, եթե դուք տեսնեք հոլովակները հետագայում աչքներով տնկեք, կտեսնեք ինչ ներդրում են անում ընկերությունները, այդ տաղավարները, այդ գեյմիֆիկացիաները, այդ խաղերը, այդ կոնտենտը ստեղծելու վրա բավականին մեծ ներդրումներ է եւ բնականաբար մենք բոլոր փառատոններից հետո թե իրենք են կազմակերպում հարցումներ, թե մենք ենք կազմակերպում հարցումներ ու փառատոնը հենց դրանով է, այդ Eventex-ը որի մի կտորնել է դա եղել, որ բոլոր փառատոններում մենք կազմակերպում ենք շատ խորը ուսումնասիրություններ աուդիտորիա, գործում են մարդիկ, ովքեր շփվում են, ովքեր հարցեր են տալի, այդ չափում ենք ինչն է օգտակար եղել, որ խոսնակների ելույթներն են եղել օգտակար, մենք էլ ենք որպես կազմակերպիչ ուզում ենք հասկանանք մյուս տարի ում հրավիրենք, ում միգուցե ոչ, այո, տենց էլ ալնում եւ այդ հարցումների հիման վրա թե ընկերությունները, թե մենք կազմում ենք թե մյուս տարվա փառատոնի օրակարգը, թե մասնակցել կամ չմասնակցել եւ ինչքան տեսնում եմ այն Հայաստանի ամենաառաջատար ընկերությունները երբեք չեն դադարում մասնակցել Career City Fest-ին եւ մենք էլ որպես թիմ ամեն ինչ անում ենք, որպեսզի մյուս տարի իրանք գան ու չփոշմանեն այդ գալով։ Ինչ ոլորտներից են լինելու ներկայացուցիչները հստակ կարող ենք նշել։ Ընկերությունները։ Այո։ Դե եկեք sense հերթով թվարկենք։ Կա բան, քանի որ կան արտադրա ընկերություններ, կան մոլերը կան, հա, կան բանկերը գրեթե ամենաակտիվ մեր մասնակցեն, գրեթե 8 բանկ մասնակցելու է, տելեկոմ ընկերություններն են բոլորը մասնակցում են մարքեթինգային ընկերություններ, մասնակցում են գազալցակային ընկերություններ, ցանցեր, մասնակցում են պետական համակարգերից մի քանիսը, մասնակցում են Իրենց ինչին է պետք կադրեր փնտրելու։ Աշխատող է պետք։ Այո, եւ շատ ակտիվ միանում են այս գաղափարներին, առաջի տարին իրան գրեթե ոչ մեկը չէին մասնակցում, բայց երկրորդ անգամից սկսեցին մասնակցել, հետաքրություն են ձեռք բերում, գալիս են շատ այն մինիստրություններ, հա, այսպես նախարարություններ, հա, որոնք չեն մասնակցում, բայց գալիս են շրջայց են կատարում որպես այցելու եւ այլ եւ իրանք էլ են հասկանում, որ որոշ խնդիրներ պետական համակարգում լուծելու համար պետք է հմուտ կադրեր, բայց հմուտ կադրերի ներգրավման process-ում դու սկսում ես մրցակցել կոմերցիոն ընկերությունների հետ եւ ձեր պայմանները ստիպված պետք է համապատասխանեցնեք, թե չէ։ Իդեպ սա շատ լուրջ խնդիր է։ Այո, որովհետև կոմերցիոն ընկերությունները կարողանում են լավագույն մասնագետներին այնպիսի շատ գայթակղիչ առաջարկներ անել եւ կառավարությունում մենք ունենում ենք այն ինչ որ ունենում ենք։ Եվ այստեղ մենք երբ որ մի կոմերցիոն ընկերություն օրինակ լավ չի աշխատում, մենք որպես սպառող գնանք այլ կոմերցիոն ընկերության ծառայություններից օգտվենք։ Իսկ երբ որ պետական
ինստիտուցիաները այնպես չեն աշխատում, ոնց մենք ցանկանում ենք, մենք էլ տեղ չունենք, այլ ընտրանք չունենք։ Օրինակ, այս վերջերս մեզ հրավիրեցին Դուբայի կառավարությունը նմանատիպ միջոցառում կազմակերպում եւ երբ որ մեր հաջողությունները իմացան, մեզ հրավիրեցին Դուբայում նմանատիպ միջոցառում, որը կազմակերպվում է միայն լոկալ, ժողովրդի համար եւ մենք ինչքան ենք զարմացել, երբ որ գնացել ենք, մենք այնտեղ սեվորցով, բան sense եկել ենք դեղ, բայց ինչքան ենք զարմացել, որ իրենց փառատոնի ամենահզոր մասնակիցները եղել էր Դուբայի պոլիսը, Դուբայի բանակը, Դուբայի քաղաքապետարանը, Դուբայի մունիցիպալ տարբեր միավորումներ։ Իրանք շատ ակտիվ էին, ամենալավ տաղավարները, ամենալավ։ Դրա համար էլ երկիրն էլ է թափով է զարգանում։ Մի հարց էր, ժամանակասով է IT ոլորտից մասնակցում են։ Այո, իհարկե։ Ես կարծում եմ իրականում սա ոչ միայն երիտասարդների համար է լավ հնարավորություն, եթե ունեք ձեռք բերված մասնագիտություն միանգամից ձեզ ռեալիզացնելու, որովհետև ասում են, անդադ երիտասարդներից փորձ են ուզում աշխատանքային ու այդ երիտասարդը ոնց պիտի փորձ ձեռք բերի, եթե չի աշխատում, բայց այստեղ դու կարող ես օրինակ, չգիտեմ, քո մասնագիտական հմտությունները գոնե այսպես տետատետ շփվելով ինչ որ առումով ցույց տալ եւ ունենալ վստահություն եւ ոչ միայն նաեւ այն մարդկանց, ով ասում են, որ հիմա մենակ երիտասարդներին է աշխատանքը, բայց իրենք ունեն լավ փորձառություն, երկար տարիների հմտություն, բայց չգիտեմ ինչ պատճառներով ուրիշ կառույցներում տարիքից ելնելով չեն կարողանում աշխատանք գտնել, գուցե որևէ մեկը գնահատի նաեւ ձեր այդ տարիների փորձառությունը։ Հուսամ ինչպես ասած մեր հյուրը անձրև է, մեր աշխատանքը մի քիչ ծանր է, չգիտենք կհասցնենք ներկա լինել, բայց ինձ հաստատ հետաքրքրեց։ Եվ այո, վստահ եմ, որ ուսանողության մեջ գոնե թե պիտի որ ասում բացակայության խնդիր չլինի, ակտիվ լինեն, որովհետև յուրաքանչյուր ուսանող անգամ սովորելու տարիներին ընթառաջ ինքը արդեն պիտի մտածի ռեալիզանալու մասին։ Այն մեր հայրենակիցների մեջ մի տեսակ կա, որ երբ խոսում ես, ասում ես գործ չկա, գործ չկա, ինչ անեմ։ Ես առաջարկում եմ բոլոր գործ չկա ասողներին գնալ այսօր այնտեղ եւ տեսնենք իրոք գործ կա թե չկա։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն էիք։ Հետաքրքիր միջոցառում է։ Ձեզ հաջողություն եք մաղթում։ Այո, քանիսից է մեկնարկում։ 11-ից դռները բաց է, 12-ին բացման արարողությունն է պաշտոնական։ Մինչև երեկոյի ժամը 7-ը այնտեղ ենք եւ վաղը նույն ժամին էլի բաց ենք եւ 2 օր։ Ահա։ Դե ակտիվ եղեք սիրելի քաղաքացիներ, վստահ եմ, որ այն կարող է լավ առումով անդրադարձ ունենալ ձեր կյանքի վրա։ Այս պահին գովաց, որից հետո կշարունակենք։